Նոր մարզիչը բավականին ուշ միացավ թիմին։ Ուզում եմ ներողություն խնդրեմ հայ ժողովրդից, հայ երկրպագուներից։ Խնդիրը ֆեդերացիայի մեջ է, ասեք տղեր։ Դուք մեր ֆուտբոլը քանդում եք։ Ամենը վատն այն է, որ հույսն ու հավատն է մարում։ Մելիք Բեկը վերածի։ Ներողություն եմ խնդրում հանրությունից։ 73 թվի խաղերը չէ, այնի ուրիշ է։ Այնի հպարտանալու տեղ ունենք։ Ինչպես եք գնահատում Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումները։ Ծայրահեղ վատ, հենց իհարկե այս ամեն ինչը ունի շատ նախապատվություններ ու կարելի է ասել, որ ինչ-որ չափով արդեն օրինաչափություն է դառնում մեր բացասական ելույթները, որովհետև չի կարող մի երկրում տարբեր տարիքային հավաքականները խաղան անհաջող կրնջախջախիչ պարտություններ, իսկ ազգային հավաքականը խաղը հաջող դուրս գա կամ պայքարի Եվրոպայի ուղեգրի համար։ Դա նոնսենս է եւ կարծում եմ ժամանակն է եկել, որ արդեն բաց պարզ խոսանք խնդիրների մասին, այն մոտեցումը, որ ֆեդերացիան ունի արագ հաջողության հասնելու, հնարավոր դրսի դպրոցներից ֆուտբոլիստներ ներգրավելով արագ ինչ-որ դրական արդյունք ցույց տալու, դա արդեն ձախողված է եւ ինքս եկել եմ եզրակացության, եզրահանգման, որ անհրաժեշտ է մեզ մի հատ ինչ-որ պաուզա վերցնել, կենտրոնանալ, մենք մեր դեմ արդար պարզ խոսենք ինչ ունենք այսօր, ինչ վիճակում է մեր ֆուտբոլը ու մի քիչ ավելի ռեալիստիկ լինենք։ Վրաստանի հավաքականի հետ պատասխան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Բանցխիպը որոշեց Հրանտ Լեոն Ռանոսին հեռացնել ընտրալու կազմից վերջինի ներկայացրած վերջնագրի պատճառով։ Ինչպես է ՖԱՖ-ը վերաբերվում երևույթին։ Միանշանակ շատ բացասական եւ տգեղ է եւ հնարավոր վատ իրադարձություններից, որ կարող է թմի ներսում լինել, անմիջապես խաղից առաջ ինչ-որ խմորումներ, ինչ-որ սկանդալային հայտարարություններ, ֆան շարժումը խաղից առաջ նույնիսկ մեկնաբանություն չարեց այս հարցի հետ կապված, որովհետև այս հարցը շարքել խաղից առաջ դա ուղղակի ոնց որ կրակի մեջ յուղ լցնես, բենզին լցնես, պետք չէր։ Բայց խաղից հետո արդեն պետք է խոսել, իհարկե պետք է խոսել, ինչու այս ամենը չկանխվեց կամ լավ հայտարարվեց, մարզիչը տենց մի քանի օր առաջ հայտարարեց Սարգիս Ադամյանը չի ցանկանում հանդես գալ հավաքականում եւ այլևս չի հրավիրվելու հավաքական։ Ով խորացավ այդ հարցի շուրջ։ Շատերը դժգոհ են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ջոն Վանցխիպի նշանակումից։ Ինչու եւ ձեր կարծիքով ինչպիսի մարզիչ պետք է նշանակվեր։ Մենք պետք է նախ գնահատենք ինչն է մեր նպատակը։ Ինչ ունենք մենք այսօրվա դրությամբ։ Այսօրվա դրությամբ մենք հստակ չգիտենք ինչ կազմ ունենք, հստակ չգիտենք ուր են գնում։ Դրանից ելնելով ինչ առաջադրանքներ պետք է տալ մարզչին, ինչ մարզիչ է մեզ անհրաժեշտ։ Ես միշտ արդեն 2-3 տարի ասում եմ, որ Եղիշե Մելիքյանը, մեր հայազգի մարզիչ, ինքը արդեն աճել է այն մակարդակի, որ իր խարակտերով, իր փորձով եւ իր գիտելիքներով կարող է համախմբել մեր հավաքականը։ Ֆեդերացիան իհարկե այդպիսի քայլի չի գնա, որովհետեւ ինչ որ ասած փոքրագույն փոքրոգի բան կա, ինչ որ կոնֆլիկտային իրավիճակ կա, դրա պատճառով մենք չենք ընտրի լավը, կընտրենք նրան, ով այս վիճակում կգլխավորի հավաքականը, բայց այս վիճակում հավաքականը լուրջ մարզիչը չէր գրեթե, որովհետև կա ռեպուտացիոն ռիսկ մարզիչների կողմից։ Նրանք լուրջ մարզիչը գնահատում է ուր է գալիս, ինչ հնարավորություններով, տակի հնարավոր ռեսուրսները, այսօր դրությամբ ակնկալել, որ շատ լուրջ մարզիչ կգա մեր սահմանափակ նաև բյուջեով, դա ուղղակի տենց երասկոտ ինչ-որ վիճակ է։ Որոնք են Հայաստանի ազգային հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառները։ Մեր ֆան շարժումը չենք խորանում ազգային հավաքականի ներկա անհաջողությունների մեջ։ Մենք ավելի խորացած ենք
այն իրավիճակով, թե ինչ է կատարվում նույն մանկապատանեկան ֆուտբոլում եւ դրա շուրջ։ Դա, ինչպես նշեցի, անմիջական կապ ունի եւ բաղադրիչն է այն անհաջողությունների, որ կատարվում է ազգային հավաքականում։ Այսինքն մենք գնում ենք արագ արդյունքի հետևից, մենք գնում ենք դրսում պարապած մի ինչ-որ արդյունքի ասած ֆուտբոլիստներ ներգրավելու հավաքական ճանապարհով եւ չունենք Հայաստանից տված ֆուտբոլիստներ, եթե հիշենք նույն Երևանյան Վրաստանի դեմ խաղում քանի ֆուտբոլիստներ, 3-ներ, եթե ճիշտ եմ հիշում, ովքեր Հայաստանից են եւ 3-ից ոչ մեկ ներկային կազմում 3-ից ոչ մեկ այս ֆեդերացիայի օրոք չէր, որ ընդգրկվել էին ազգային հավաքական։ Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլը զարգանում է։ Այս ֆեդերացիայի գալուց հետո մենք հույսեր ենք ապում առաջին հերթին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման շուրջ։ Արմեն Մելիքբեկյանը ուներ լավ ծրագիր, որը ուղղակի մնաց թղթի վրա, կամ շատ փոքր տոկոսով, մի քանի տոկոսով իրագործվեց։ Այդ ծրագրի իրագործման արդյունքում արդեն այս ժամանակահատվածում մենք կարող ենք տեսնել ինչ որ արդյունքներ, բայց այն խնդիրները, այն ծրագրերը, խոստումները, որ նա տվել էր, ոչ մեկ կյանքի չկոչվեց։ Դրանք էին ռազմավարական ուղղվածության ծրագրեր եւ ուղղակի ազգային ծրագրի մեջ սահմանված 700 փոքր դաշտ ամբողջ հանրապետությունում մեկ, Խինես Մելենդես, տեխնիկական տնօրեն աշխարհարչակ ներգրավում մեր հայկական ֆուտբոլում, ով գալով մեզ մոտ 2 տարվա մեջ գրեց ծրագիր, շատ մեծ տենց աշխատավարձ ստանալով, որ այսօր ոչ մի ակումբ, ոչ մի մանկապատանեկան դպրոց չի իրագործում։ Երկրպագուներն ու որոշ ակումբներ պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Ինչու Արմեն Մելիքբեկյանը հրաժարական չի տալիս եւ ում եք տեսնում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Թե ինչու Մելիքբեկյանը հրաժարական չի տալիս, դա ինձ համար մեկ անակնկալ է։ Ես միշտ մտածել եմ, որտեղ նա է հանդիպումների ժամանակ ասել, ես իրավիճակից հետո պատրաստվում գնամ, ես այս մի գործը սանեմ, պատրաստվում եմ գնամ, հոգնեմ եւ այլն։ Բայց այս ամեն ինչից հետո, երբ որ նա հրաժարական չի տալի, կարճել է աթոռից, դա իմ համար անակնկալ է, հարցեր կան, որոնց պատասխանները կարծում եմ մենք ավելի ուշ կիմանանք։ Կարծում եմ, որ ամեն դեպքում Մելիքբեկյանի գնալը ժամանակի հարց է։ Այստեղ գալիս է ով ում եք տեսնում հարցրեցիք, դա ամենակարևորն է։ Մենք ասել ենք, այս process-ը սկսում ենք 2 փուլով։ Առաջի փուլը, որ այս ֆեդերացիայի նախագահ գնա, երկրորդ փուլում մենք ունենք շատ մեծ ահռելի աշխատանք իրականացնելու, դա առողջացումն է։ Մենք ասել ենք, որ անուններ չենք տեսնում եւ անուններ մենք չենք ասելու։ Մեր համար կա պրիորիտետ, որ չլինեն ակումբներից ներկայացուցիչներ, որ ունեցել ենք տենց նախադեպ ժամանակին, որ ֆեդերացիայի նախագահը մեկ ակումբից էր եւ ինչ-որ առավելություններ հասնում էր մեկ ակումբի, մենք տեսնում ենք ծրագիր, համակարգի փոփոխություն։ Ամենակարևոր մեր գործառույթը մյուս փուլում պետք է լինի համակարգի փոփոխությունը։